Պարոն Գևորգյան, հետևում եք քարոզարշավին, վերջին օրերին Փաշինյանի բառապաշարը կարծես փոխվել է, դիմադիրների հասցեին վիրավորանքներ, ձեր ընդհանուր գնահատականը, կարծիքը ընդհանուր դաշտի տեղի ունեցող քարոզարշավի, մասնավորապես Փաշինյանի կառավարքի եւ բառապաշարի վերաբերյալ։ Նիկոլի բառապաշարը չի փոխվել։ Եվ դա շատ վատ է, որովհետև լինելով իշխանության ղեկին 8 տարի արդեն ու չկարողանալ աճել, դառնալ նորմալ մարդ, այլ չեմ ասում երկրի ղեկավար պատասխանատվություն ստանձնել երկրի, ժողովրդի եւ ներկայանալի դառնալ ամբողջ աշխարհին, որովհետև ի վերջո ինքը խոսում է բոլորին ասում է դուք չեք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը եւ ազգը ներկայացնում եմ եւ երկիրը ես եւ դա ասելով հանդերձ երբ որ ինքը նույն քարոզարշավի ժամանակ խոսում է այսպես ցածր ու ամենագրեհիկ ու ամենատգետ բառապաշարով դա ուղիղ անհարգանք է մեր ազգին այսինքն դրանով իսկ դու չես կարող արդեն ներկայացնես հազարամյա պատմություն ունեցող ազգ քաղաքակրթության հիմնասյուներից մեկը եւ այլ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգ այսինքն բոլոր տեսակի նման մարդու բերանից հնչող յուրաքանչյուր խոսք թիվ 1 պատասխանատունին հարիր չի եւ բնականաբար ցավը որ ինքը 8 տարվա ընթացքում ընդհանրապես չփոխվեց գոնե փոխվեր ոնց որ մարդ իսկ ընդհանուր առմամբ ինձ համար իրապես շատ անդուր է ընդհանուր է մեր քաղաքական process-ը, որովհետև մենք իրավունք չունենք այս մակարդակի վրա լինելու, մուրը իր գլուխը ինչ ուզում է Նիկոլը թող խոսի, բայց մեր ընդդիմադիր գործիչները պետք է ավելի բարձր լինեն, եւ ես հույս ունեմ, որ այդ բարձր նշաձողը կարողանան պահել, որովհետև կարծում եմ ավելի շուտ վստահ եմ, որ ոնց որ ես մտածում եմ, կան եւ իրենց մեջ անհատներ, որոնք նույնպես այնպես մտածում են եւ ունեն այդքան կամք եւ հայեցի դեմք պատկերացում հայ տեսակ, որ կարող են իրապես մեր ճիշտ քարոզարշավ անցկացնել եւ մարդկանց սրտները շահել, արթնացնել, եթե իրապես սիրում են մեր երկիրը, ուրեմն կարթնացնել։ Պարոն Գևորգյան, Սուրբ Աննա եկեղեցում տեղ ունեցած միջադեպի գործով դուք նաև մեղադրյալի կարգավիճակ ունեք, ես հիշեցնեմ մեր հետևորդների համար, որ նաև 18-ամյա հայ երկվորյակ տղաները մեղադրյալի կարգավիճակ ունեն, դատաքննությամբ դատարանում է գործը արդեն, երբ է լինելու առաջին նիստը, ինչ-որ փոփոխություն տեղ ունեցել է կարգավիճակի խափանման միջոցով։ Չէ, իմ կարգավիճակը նույնն է, ոչինչ չի փոխվել, բայց ես գիտեմ, որ շարունակում են հետապնդումները, շարունակում են իմ շրջապատում գտնվող մարդկանց անհանգստացնելը, տարբեր խուզարկություններ, տարբեր ինչ-որ բաներ, այսինքն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ ինչ-որ ձև առնչություն ունեն, կապ ունեն, իսկ ինձ հետ շատ-շատերը կապ ունեն, բայց այդ աբսուրդ գործերի շրջանակում կամ յուրաքանչյուր տեսակի գործ, որը իրենք կբարձրաձայնեն, որ իբր ես պլանավորել եմ կամ փորձել եմ պլանավորել, դա աբսուրդ է, որովհետև եթե ես պլանավորում եմ, դա հաղթանակ է լինում, եթե պլանավորում եմ, դա ազատագրում է լինում, ես նման բաներ չեմ պլանավորում, առավել ևս այս իրավիճակներում։ Պարոն Գևորգյան, ձեր հարազատների հրեկամների զամոթների տներում են ուզարկություններ անում, ինչ հիմքով են անում, ինչ են ծնվում, ինչ են գտնում։ Դեռ չեմ կարող ասել, որովհետև կոնկրետ ինքս ոչինչ չգիտեմ տենց ուղիղ, որովհետև ոչ փաստաբանների, ոչ դեռ ընդհանրապես չգիտեմ, բայց գիտեմ, որ իրենք անընդհատ ինչ-որ փորձում են, եթե սա չի մեկ ուրիշ բան գտնել, նա գտնել, ինչ եք ուզում գտնեք։ Այն, որ ես ընդդիմադիր եմ, դա 18 թվից էր։ Այն, որ ես ձեզ չեմ ընդունել եւ ձեր իշխանությունը չեմ ընդունել, ձեր կառավարումը, որի մասին հիմնավոր կերպով ասել եմ, դա բացահայտ եւ ակնհայտ ասել եմ եւ ոչինչ չի փոխվել։ Այն, որ ես բոլոր ճանապարհներով փորձել եմ հանուն իմ երկրի ու պետականության իմ ոչ թե անձնական շահ, իմ անձնական շահը ես միշտ տեսել եմ իմ պետական ազգային շահի մեջ եւ փորձել եմ ճանապարհներ գտնել, որպեսզի իրապես մեր երկիրը այս վիճակից անել, դա բացահայտ է։ Բայց ես պայքարել եմ պատերազմի ժամանակ,
ես ուժ կիրառել եմ կռվի ժամանակ, ես ազատագրել եմ իմ երկիրը իմ զինակից ընկերների հետ, որտեղ դուք եկաք նստեցիք ու խոսում եք, որ դուք այս երկրի ղեկավարներն եք, բայց այս երկրի ցավը, այս երկրի քաղցը, այս երկրի արևն ու այս երկրի շողքը, այս երկրի հողն ու ջրի համը դուք պետք է իմանաք, հողի գույնը պետք է ունենաք, որ այս երկիրը կառավարեք։ Ձեզ նույնպես։